Տերը օրհնի, սիրելիներ, այնքան զորավոր է, որ մենք ընկալենք, ըմբռնենք, վերցնենք, կարևորենք, արժևորենք եւ չգնանք նույն ձևով ոնց որ գնացել ենք, լավ, որովհետեւ այս տարին, որ հիմա քո առջև բացված է, գիտեք, հետաքրքիր բան եմ ուզում որ վերցնես, որ դու պետքա սովորականի պես չապրես, դու պետքա որոշում կայացնես, որ քո հին բոլոր ապրումները, բացասական հասկացողությունները չբերես այս նոր տարվա մեջ, ինչի համար, որովհետեւ դու այս նոր տարվա մեջ լիովին նոր բաներ ունես անելու, ու Տերը ուզում է, որ դու հները մոռանաս, կենտրոնանաս նորերի վրա, որովհետեւ Տերը նոր բաներ է անում, ասում է հները մի մտաբերի, ամեն հարցով, մենակ մի բանի համար է թույլ տված քեզ հները մտաբերել, գիտեք որն է, որ դու իր վկայությունները հիշես, որ քո նոր օրվա մեջ զորություն առնես, նոր հրաշքներ ճաշակելու համար։ Մնացած բոլոր բաները ասում է հները չմտաբերեք, այլ մոռացեք, որտեվ ահա ես նոր բաներ եմ անում ու այդ նոր բաներին քեզ մասնակից եմ ուզում դարձնեմ, ու եթե նոր բաներ է անում, գիտեք կա մեկը, որ ուզում է գողանա քո ֆոկուսը, ուզում է գողանա քո անցյալի ինչ որ մի բացասական ապրումների վրա, քո անցյալի ինչ որ մի բացասական զգացողությունների վրա կամ փորձառությունների վրա։ Սիրելիներ, եկեք մենք խորագետ տնենք իմաստուն լինենք, Տերը այսօր նոր բաներ ունի անելու, Տերը օրհնի, սիրելիներ, ուրեմն եկեք իրար հետ միասին, այսօր մենք նայենք Աստվածաշնչի այս կարևոր սկզբունքին, որ մենք այս նոր ծնունդի հետ կապված, որ Քրիստոսի ծնունդը իր հետ բերեց, ինչ ունենք ընդունելու, ակտիվացնելու, դրա հետ համագործակցելու, պետք է որ ես ու դու դրա հետ աշխատենք, սիրելիներս, որովհետև երբ որ դու աշխատում ես մեկ ուրիշ բաների հետ, գիտեք, մարդիկ մեծամասամբ աշխատում են իրանց զգացմունքների հետ եւ ոչ թե Աստծո ասածների հետ։ Ու ես ուզում եմ, որ դու այս տարի քո զգացմունքների հետ չաշխատես։ Այս տարի մի հատ նոր տարի է, որ դու քո զգացմունքները պետք է հնազանդեցնես Աստծո խոսքին։ Որտեվ եթե դու Աստծո խոսքի հետ որոշում կայացնես աշխատես, դու բաներ կսկսես վերապրել, փոփոխություններ կսկսես վերապրել։ Գիտեք, ամենաշատը, որ մարդիկ վնասվում են, իրանց զգացմունքներին տրվելու արդյունքում են վնասվում։ Աստծո խոսքը ասում է, որ քո զգացմունքները չբերես առաջի պլան։ Ինքը ուզում է, որ դու Աստծո ասածը բերես առաջի պլան։ Ոնց ես դու զգում, ոնց դու չես զգում, դու պետք է Աստծո խոսքի հետ աշխատես։ Էդի քո համար մեծագույն հաջողության բանալի կլինի։ Ուզում եմ նաև հատուկ շնորհակալություն հայտնեմ մեր փառաբանության երեխեքին։ Գիտեք, մենք սիրում ենք ու ձգտում ենք ինչքան հնարավոր է, որ մենք երգեր գրենք, նոր երգեր գրենք։ Այս երեխեքը, որ ստեղ իրանց երգերն էին կատարում, այս իրանց գրած երգերն է, իրանք իրանց թմով միասին այս գործը արել են, իրանք միասին են այս երգերը գրել, ու գիտեք այնքան զորավոր է, որ երեխեքը մեր ստեղծագործում են Քրիստոսի համար։ Դա մեծ ուրախություն է, եկեք մի հատ բարձր ջեմ ծափարություն նվիրենք Հիսուսին այս սերունդի համար, որ նրանք հրաշալի ձևով բաներ են իրականացնելու։ Ես շատ ուժեղ Աստծո ներկայություն եմ զգում, երբ որ իրանք սկսեցին փառաբանել, ոնց որ Տերը ասեց, օրեր են գալու, երեխեքը փառաբանության մի ամբողջ ժամ են անցկացնելու, սա ուղղակի ելույթ ունենալու թեմա չի լինելու, նրանք երկինք են բերելու երկրի վրա ու հավատացեք, որ այդպես էլ լինելու է։ Այնպես որ եկեք մենք բաց լինենք, նոր բաներ է գալիս, հետ մնացողների պես չլինենք, այլ գնանք մինչև վերջ։ Այսօր իմ քարոզի վերնագիրն է, որ գնանք մինչև վերջ։ Միգուցե ասես ինչ կապ ունի ծնունդի հետ։ Ուղիղ կապ ունի, ու ուզում եմ այս ծնունդի միջոցով ցույց տամ, ոնց են մարդիկ մինչև վերջ գնացել ու հանդիպել Հիսուսին։ Մինչև վերջ գնացող եղի, մին տրվի քո վախերին կամ քո ապրումներին կամ որևիցե մի բացասական ազդեցություններին։ Դու պետքա մինչև վերջ գնացողներից լինես։ Ու դու չպետքա քո իրավիճակների գերին դառնաս։ Քո զգացմունքների գերին էլ չպետքա դառնաս։ Եթե մենք մեր զգացմունքների գերին ենք դառնում, մենք գիտեք ինչ ենք անելու, մենք ուղղակի լինելու ենք հյուրանոցային քրիստոնյա։ Երբ որ մեր զգացմունքների գերին ենք դառնում, մենք ասելու ենք այսպես, որ ստենձի ամեն ինչը դուր չի գալիս։ Բայց երբ որ դու արմատական քրիստոնյա ես, դու չես ասում ինձ դուր չի գալիս։ Դու կյանք ես արձակում, պտուղ ես արձակում, որովհետև արմատական քրիստոնյա ես։ Երբ որ դու արմատական լինես, դու մինչև վերջ կգնաս։ Ուզում եմ այսօր սրա վրա ձեր ուշադրությունը գրավեմ։ Պատկերացրեք, երբ որ մենք նայում ենք ծնունդը, ինչ զարմանալի ուրախություն է երկնքից եկես երկրի մեջ ու մեր ամեն մեկիս համար զարմանալի էջ է բացեմ։ Ասեմ ձեզ հետևյալը, որ ծնողները Հովսեփն ու Մարիամը նրանք մինչև վերջ գնացին, երբ որ լսեցին Աստծո ձայնը, երբ որ Աստծուց պատգամ առան, երբ որ Աստծուց խոսք առան, նրանք մինչև վերջ գնացին, մինչև վերջ։ Գիտեք ինչքան զորավոր է, որ Աստված քեզ համոզել է մինչև վերջ գնաս։ Ինքը ոնց ես դու հասկանալու։ Տերը ինքը ուզում է, որ դու մինչև վերջ գնաս, բայց քո զգացմունքը գալու է ասելու է. Ստե կյանք չկա, կարաս թողես այդ աստեղից։ Էդի Տերը չի ասում։
Էդի քո զգացմունքն է ասում։ Մեկ ուրիշ բան ասեմ ձեզ։ Երբ որ Տեր ասում է մինչև վերջ գնաս, անգամ քո ամենավտանգավոր մթնոլորտի մեջ, օրինակ Հովսեփի դեպքում։ Հովսեփի դժվարությունը գիտեք ինչու էր, որ իմանում է, որ իր կինը հղի է, նշանածը։ Հələ ոչ մեկ, ոչ երկու, հələ պսակված չի։ Ամենավատ բանը, որ տղամարդը կարա լսի։ Որ հələ նշանված չի, հանկարծ բացահայտվում է, որ հղի է։ Անկամ այդ ամենավատ մթնոլորտի մեջ Տերը գալիս է, խոսում է, որ ինքը մինչև վերջ գնացող լինի։ Չտրվեց քո զգացմունքներին։ Հովսեփը չտրվեց, բայց ուզում էր տրվել։ Ուզում էր բաց թողեր, ուզում էր արձակեր, բայց հանկարծ Տերը գալիս ասում է. «Չանես այդ բանը։ Դու պետք է մինչև վերջ գնաս։ Այդ մարդը ինձանից է, այդ հղիությունն էլ է ինձանից։ Էդի Սուրբ Հոգին է եկել, ինքը քեզ չի դավաճանել»։ Ու Հովսեփը լնում է մինչև վերջ գնացող է դառնում։ Մինչև վերջ, ասա մինչև վերջ գնացող։ Գիտեք, ուզում եմ, որ դու այս բանը վերցնես քեզ համար, այսօր մարգարեական այս պատգամը լինելու քեզ համար, որ դու մինչև վերջ գնացող լինես։ Դու չորոշես ոնց անես, դու պետք է թույլ տաս, որ Տերը որոշի ոնց դու անես։ Եթե Տերը որոշես ոնց դու անես, դու կհաղթես մինչև վերջ կգնաս։ Գիտեք, մենք ամենաշատ վնասվում ենք, երբ որ մենք ենք որոշում ինչ անենք։ Այն ժամանակ մենք հակազդում ենք Քրիստոսի ուզածին եւ Քրիստոսը չի անում այդ ձև։ Պատկերացեք, երկինքը թողեց, եկավ երկիր, նա գնաց մինչև վերջ։ Նա մինչև վերջ գնաց։ Ուզում է իրան հավատացողներն էլ մինչև վերջ գնացող լինեն։ Ուրեմն տեսեք, ծնողները գնացին մինչև վերջ իրենց լսածի առումով, որտեղ Աստված իրանց հետ խոսած, նրանք որոշում կայացրեցին, այս գործը մինչև վերջ պետք է հասցնենք։ Ու իրանք մինչև վերջ հասցրեցին։ Անկամ սպառնալիքի ներքո նրանք չհանձնվեցին, մինչև վերջ հասցրեցին։ Մինչև վերջ հասցրեցին։ Վտանգ կար։ Նրանք թողեցին, հեռացան։ Տեր իրանց օգնում էր մինչև վերջ հասցնելու համար։ Նա երբեք չի կանգնի քո կողքը, եթե դու չես ուզում մինչև վերջ գնաս։ Բայց ինքը քո կողմն է կանգնած։ Հարց ինչի համար։ Որ քեզ լավ լինի։ Ոչ, որ դու մինչև վերջ գնաս։ Եվ որ մինչև վերջ գնաս, քո համար շատ լավ կլինի։ Կիսատ չմնա ոչ մի բան քո կյանքում։ Երբ որ մենք հանկարծ մինչև վերջ գնացողներ չենք, մենք ենք որոշում մեր համար լավը որ պետք է լինի։ Սիրելիս, զգուշեղի։ Խնդրում եմ, դու մի որոշի, որը պետք է քո համար լավ լինի։ Թույլ տուր, որ Տերը որոշի։ Ինքը իրանց ասեց ինչ պետք է անեն։ Նրանք մինչև վերջ գնացին։ Երբ որ մինչև վերջ գնացին, նրանք շահեցին։ Նրանք նպաստեցին, որ այդ բարի լուրը մինչև վերջ իր նպատակը իրականացնի։ Պատկերացնում եք, թեկուզ Հովսեփ արանքից դուրս եկավ։ Մահացավ գնաց։ Բայց Մարիամը շարունակեց։ Ինչու, որովհետև նրանք մինչև վերջ գնալու նպատակով էին խոսքը լսել։ Տերը երբեք խոսք չի տալիս քեզ, եթե դու մինչև վերջ չես ուզում գնաս։ Գիտես, Տերը երբ որ խոսք է տալիս, նա ակնկալում է քեզանց մի բան։ Ու նույնը մենք ենք ակնկալում, որ եթե դու պատասխանատվություն ես վերցնում, դու մինչև վերջ գնացողներից ես։ Հասկանում եք, ոչ թե կիսատ պրատ, ոչ թե ոնց ուզենաս, չէ, Տերը ձեզ չի ուզում։ Մենք արքայության մարդիկ ենք, մենք պետք է այսի զանազանենք։ Արքայության մեջ չկա կիսատ պրատ հարաբերություն։ Ընդ մինչև վերջ գնալու հասկացողությունը, եթե ես քրիստոնյա եմ, ուրեմն մինչև վերջ։ Եթե ես նվիրյալ եմ, ուրեմն մինչև վերջ։ Եթե ես պատկանում եմ Տիրոջ մարմնին, ուրեմն մինչև վերջ։ Ես չեմ որոշում։ Ես արդեն թույլ եմ տվել իրան, որ որոշի։ Իսկ ինքը ասել է ինչ է ինքը ուզում։ Ինքը ասում է ինչ որ ասում է։ Ես պետք է մինչև վերջ գնացողներից ելնեմ։ Սիրելիներ, երբ որ դու մինչև վերջ գնացողներից ելնես, դու շատ բաներում կփոխվես, որտեղ մենք տեսնում ենք, այս մարդկանց կյանքը փոխվեց։ Մյուս կառույցը, մենք բոլոր պատմությանը ծանոթ ենք, բայց ուղերձը գիտեք, որ Տերը դրեց իմ ներսում, ասեց այդ մինչև վերջ գնալու մասին։ Նա խոսում էր այդ բաները, նույն պատմությունների միջոցով։ Ասում է մոգերը գնացին մինչև վերջ, իրենց տեսածի եւ լսածի առումով։ Մինչև վերջ գնացին։ Ով գիտեր դրա մասին։ Ոչ մեկ չէր իմանա, եթե նրանք մինչև վերջ գնացողներ չլինեն։ Ով բացահայտեց այս մոգերի իրականությունը։ Իրանց մինչև վերջ գնալու թեման։ Նրանք երբ որ մինչև վերջ գնացին, այն ինչ որ իրանք տեսել են ու լսել են, իրանց պատմությունը բովանդակ աշխարհի համար հայտնի դառավ։ Ինչու? Որտեղ մինչև վերջ գնացին։ Իրանք կիսատ չթողեցին, կեսի չասեցին, «Ադե լավ էս Աստղը ինչքան պետք է մեզի խափի»։ Աստղը չի խափում, նա ուղղորդում է, նրանք ստացածի մեջ այդ մտքեր անգամ չունեին։ Գիտեք ինչի, նրանց հետաքրքրությունը գրավել էր, այդ ինչ պետք է լինի, նրանք մինչև վերջ գնացին, որ բացահայտեն։ Սիրես, մի ապրի խեղճ ու կրակ կյանքով։ Խնդրում եմ, մի ապրի քո ձևով։ Քո ձևը ամենախեղճ ու կրակ ձևն է։ Տեր ուզում է, որ դու բացահայտող լինես, ուղիղ այդ մոգերի պես։ Մոգերը գնացին մինչև վերջ բացահայտեցին։ Տեր դու ուզում է, որ նույն բանը քո հետ կատարվի։
Դու պետք է բացահայտող մարդ լինես։ Քրիստոսը ներկա է, բայց մենք ապրում ենք այնպես, ասես ինքը ներկա չի։ Որտեղ մեր ձևով ենք ապրում։ Մենք ենք մեր կյանքի տերը, ոչ թե ինքը։ Այսպես թող չլինի քեզ համար։ Այս մոգեր իրանց կոմֆորտը թողեցին։ Իրանց ամենալավ մթնոլորտը թողեցին, իրանց ամենահանգիստ մթնոլորտը թողեցին, նրանք Հելան մի ամբողջ ճանապարհ կտրեցին, բայց որ գտան, մենք լսեցինք արդեն, ասում ուրախացան, հետաքրքիր է, չէ՞ որ ասում ուրախացան, շատ ուրախացան, կպցրած այդ շատ բառը, ախր ինչի է կպցրած, ուրեմն տենց է եղել, մենք այսօր շաբլոնի պես ենք, մտածում այսօրվա մասին, մենք եկանք, հավաքվանք, տոնեցինք, գնացինք մեր հոգսերով, մեր խնդիրներով։ Մենք պետք է վերապրենք, մինչև վերջ գնալը այդ է նշանակում։ Երբ որ դու մինչև վերջ ես գնում, դու այդ շատ ուրախության ջրհորներն ես բացում, որտեվ Հիսուսը պետք է քո ուրախություն դառնա։ Գիտեք, մենք ունենք կին, երեխա, չէ՞ ասենք ովքեր փսակված են, ունենք թոռներ, ովքեր արդեն ունեն թոռներ, ունենք շատ, ասենք, ձեր բերած հնարավորություններ։ Սիրելիներ, դրանք բոլոր ուրախություն են մեզ համար, բայց իրանք չպետք է գերազանցեն Քրիստոսի ուրախությունը քո մեջ։ Ով ստե մեքենաներ ունի։ Տեր օրհնի։ Ծառայում ես, չէ՞ դրանով Տիրոջը։ Ես գիտեմ։ Ով տներ ունի։ Տեր օրհնի։ Ով աշխատանք ունի։ Ով հարգանք ունի։ Բայց դրանք ձեր ուրախության պատճառը չէ։ Կամ մենակ մի ուրախության պատճառ, որը գերազանցում ամեն հասկացում, դա Հիսուսի արկայությունն է, երբ որ հանկարծ դու բացահայտում ես։ Սիրելիներ, տեսեք, մոգերը գնացին մինչև վերջ իրենց տեսածի եւ լսածի առումով, նրանք բացահայտող եղան։ Ոնց է դուրս գալիս, որ իրանք եկան, շարժման մեջ դրեցին մի ամբողջ քաղաք, շարժման մեջ դրեցին, իրանց մի հատ այցելությամբ, իրանց մի հատ խոսքով, իրանց մինչև վերջ գնալու հասկացողությամբ, ամբողջ քաղաքը շարժման մեջ դրեցին մի բանի պատճառով, ուր է դրեից թագավորը։ Երբ որ ես գամ ձեր տները, գիտեք, անկեղծ ասեմ ինչ անձ է հետաքրքրում։ Ես ուզում եմ Հիսուսին բացահայտեմ ձեր մեջ։ Ես կարող եմ շատ կուլտուրական լինեմ ձեր հանդեպ, համբերատար լինեմ ձեր հանդեպ, բայց անկեղծ խոստովանում եմ այսօր, ինձ ուրիշ բան է հետաքրքրում ձեր մեջ, ձեր տների մեջ, երբ որ հանկարծ ես այցելում եմ։ Ինձ հետաքրքրում է Հիսուսին բացահայտեմ։ Եթե կարողացանք բացահայտեմ, նշանակում է ես ամենամեծ երջանիկ մարդը կլինեմ։ Գիտեք ինչու՞, որովհետև այս մոգերը իրանք մինչև վերջ գնացին, եկան մի ամբողջ քաղաք իրարանցման մեջ դրեցին, թագավորից սկսած մինչև բոլոր քահանայություն իրար հետ, որ այս մարդիկ բացահայտեցին, նոր այդ քաղաքից հələ չեն հեռացել։ Իրանք սպասում են, որ այդ մարդիկ իրանց ուղղություն կտան, բայց այդ մարդիկ բացահայտելով հանդերձ ուղղություն չտվեցին։ Դրա համար հետո Հերովդեսը գալիս ասում է, լսի, երբ որ դա գտնեք, հանդիպեք, եկեք ինձ ասեք որտեղ է։ Փաստորեն իրանք բացահայտեցին, որտեղ պետքա ծնվի, բայց ուղղություն չտվեցին այս փնտրողներին, որ իրանք գային Հիսուսին հանդիպեին։ Շատ բան կարաս բացահայտես, բայց եթե ուղղություն չտվեցիր դեպի Հիսուս, լավ չի լինի վիճակդ։ Դու մենակ գիտունիկ մարդու տեսք ընդունես, բայց ոչ թե Հիսուսին բացահայտող։ Եկեք խորագետ լինենք, եկեք այս բանից այսօր վերցնենք մեզ համար։ Մոգերը գնացին մինչև վերջ, որովհետև իրանց տեսածն ու լսածը որոշում էր այդ բանը։ Իրանք տրվեցին, մինչև վերջ գնացին, նրանք բացահայտողներ դարձան։ Սիրելիներ, շատ զորավոր է, մինչև վերջ գնացողները նրանք բացահայտողներ են լինում։ Պատկերացրեք հովիվներին։ Մենք տեսնում ենք մի խումբ ժողովուրդ, հովիվներ, իրանց հոտերի վրա գիշերով իրանց համար հանգիստ, այն որ ասում է հազիվ անասունները հանգստացել են, հազիվ մի քիչ էլ իրանք են ուզում հանգստանան ու հանկարծ այդ մթնոլորտի մեջ, հանկարծ, թող բոլոր ասեն հանկարծ, տեսիլք է բացվում, երկինքն է խառնվում։ Սիրելիներ, ես ամեն անգամ այս պատմությունը կարդալով, գիտեք մի բանի վրա եմ հանդիպում, այն ձև ինչպես երկինքն է ուրախանում այս ծնունդի կապակցությամբ, Երանի մենք սովորենք էդի երկնքից։ Այդ ինչի համար ենք ասում, թող երկինքը գա ստեղ, երկնքի իրականությունով ողողվի մեր տները։ Ինչու, որովհետև մենք պետք է այսել իրանցից սովորենք, որովհետև երկնքից ես դու սովորում ամեն մի լավ բան Հիսուսի հետ կապված։ Ոնց է երկինքը խոնարհվում Աստծո առաջ։ Գիտեք, Աստվածաշնչում գրված է երեցները, ծերերը, 5 տակարանի այդ օրինակն է բերում։ Բայց երբ որ երկնքում նայում եմ, սիրելի մեծեր, հեսա հերթը ձեզ է հասնելու։
Հեսա հերթը ձեզ է հասնելու։ Որովհետև մեծերը կարան իրականում մի քիչ վտանգի մեջ հայտնվեն։ Երբ որ տեսնում են իրանք տկար են, ոչ մի կարողություն չունեն ու գայթակղության շուտ են տրվում։ Հիասթափության, վիրավորանքների, քննադատությունների, մեղադրանքների։ Եկեք մենք զգուշ լինենք։ Դու դրա համար կանչված չես, որ մեկից նեղանաս։ Դու պետքա մինչև վերջ գնացողներից լինես։ Ու ասեմ դրա մասին էլ հեսա կասեմ։ Պատկերացեք, այս հովիվները ինչ են անում, նրանք երբ որ լսում են, տեսնում են, զգում են, տեղում չեն մնում, հլնում են, գնում են, մինչև վերջ որ բացահայտեն։ Ով է ուզում մինչև վերջ գնա բացահայտող լինի։ Խնդրում են, բռնվի, էսի քո համար մարգարեական խոսք կա, գնա մինչև վերջ։ Ուրեմն այս մարդիկ երբ որ տեսան, լսեցին, զգացին, ինչ արեցին, նրանք մինչև վերջ գնացին, որ բացահայտեն։ Դրա մասին մենք կարդում ենք հենց Ղուկասի ավետարանի մեջ։ Սիրելիներ, դուք այս աշխարհում այնքան եք հոգնում, որովհետև այնքան բաներով եք զբաղված ունայնություններով, որ Տիրոջ տան մեջ գալիս եք հոգնած։ Պետք չի էսպես։ Հա լավ է, որ պետքա դու գաս Տիրոջ տունը, բայց հոգնած մի արի։ Արի Տիրոջ ներկայության մեջ հանգստացի քո ծածուկ տեղը, բայց հոգնած մի արի Տիրոջ տունը, որովհետև երբ որ դու հոգնած գալիս ես Տիրոջ տունը, դու չես անելու ինչ որ պետք է անես։ Տեր ուզում է, որ այդ վերաբերմունքը մենք փոխենք։ Հովիվները իրանց այդ քնի պահը զրկվան։ Նրանք անգամ իրանց շներին թողեցին այդ անասունների հետ ու իրանք թողեցին հելան, մի ամբողջ ճանապարհ կտրեցին, որովհետև իրանք ուզեցան մինչև վերջ հասկանան, այս ինչ երևույթ է, այս ինչ է կատարվում, այս ինչ է տեղի ունենում։ Մենք պետք է այդքան մինչև վերջ, որ էսի բացահայտենք, ու իրանք եկան մինչև վերջ բացահայտեցին։ Ու երբ որ իրանք բացահայտեցին, դրանից հետո ավելի առույգ, ուրախությունով, փառաբանությունով էթում են։ Ուր են էթում։ Իրանց գործին, որտեղ իրանք բացահայտեցին կարևորին։ Նրանք բացահայտեցին ու նրանց գործունեության մեջ նոր էջ բացվավ։ Ու գիտեք այդ հովիվները ում սերունդներն են, այդ Ռախաբյանց որդիների սերունդներն են։ Էդի այն Երեմիայի գրքում գրվածն է, որ ասում է այդ մարդիկ ուխտ արեցին Աստծո հետ, որ իրանց բերանը չեն տալու ոչ մի գինու, ոչ մի օղու։ Իրանք Աստծո տունը պահապանողներ կդառնան։ Ու այդպես էլ դարձավ։ Ու դա պատահական չի, որ այդ հովիվների մոտ Աստված մարդ է ուղարկում, իր երկնքի հրեշտակներին է ուղարկում։ Սիրելիներ, երբ որ դու ուխտ ես անում Աստծո հետ ու հավատարիմ ես մնում քո ուխտին, Աստված իր հրեշտակներին է ակտիվացնելու քեզ համար։ Թեպետև այդ հրեշտակները քո կողքն քեզի երբեք չեն թողում։ Բայց քեզի պետք է որ դու քո ձևով չգնաս, այլ մինչև վերջ գնաս, որտեվ երբ որ մինչև վերջ ես գնում, դու դառնում ես բացահայտող մարդ։ Հալելույա։ Սիրելիներ, հանգստացեք Տիրոջ մեջ, բայց մի քնեք Տիրոջ մեջ։ Հանգստացեք, որտեվ Տիրոջ մեջ հանգիստ կա, բայց քնած վիճակ չկա։ Տիրոջ մեջ զարմանալի հանգիստ կա, իսկ այդ հանգիստը շատ ակտիվ հանգիստ է։ Գիտեք, ես ձեզ մի հատ լուրջ բան ասեմ, երբ որ դու հանկարծ սովորես Տիրոջ մեջ հանգիստ լինես, դա չի նշանակում, որ դու пассив ես դառնում։ Դու այնքան նոր բաներով ես լցվում, որ դա քեզի թարմացնում է, որ դու տեղից դուրս ես գալի, որ գործես։ Տիրոջ մեջ քնած վիճակ չկա, հանգիստ վիճակ կա, արթուն վիճակ կա, նա երբեք իր մեջ քնած վիճակ չունի։ Հələ պատկերացեք, որ դուք աղոտ կանեք ու ինքն դե քնած լինի, ասի, վաղ կգաս էլի աղոտ, ես հիմա քնած եմ, հանգստս մի խանգարի։ Այդպես չի։ Նա արթուն է, նա ակտիվ հանգստացող է։ Իսկ իր ակտիվ հանգստացողը մեկ էլ գիտեք ինչ կանի, կասի, արի ես բանը բացեմ քեզ, արի ես բանը բացեմ քեզ։ Ախր սենց բաներ կա, սենց բաներ կա։ Ու դու հանկարծ տեսնես ինչ ուժեղ ազդեցություն է գալիս։ Սիրելիներս, հիմա չտրվես դատապարտությանը, երբ որ հանդիմանում եմ։ Որտեվ Տերը քեզ սիրում է, բայց ուզում է, որ դու արթուն լինես։ Ուրեմն, եկեք շարունակենք։ Տեսեք, ծնողները գնացին մինչև վերջ, որտեվ Աստծուց լսել էին։ Մոգերը գնացին մինչև վերջ, որտեվ տեսել էին ու լսել էին։ Հովները գնացին մինչև վերջ, որտեվ ոչ միայն տեսել էին, լսել են, նաև վերապրում էին ունեցել։ Հիմա գալիս է տարեցների բանակը։ Այս տարեցների բանակի մասին ասեմ։ Տարեցներ, դուք պետք է աղոթեք ձեր սերունդների համար, ոչ թե քննադատեք, ոչ թե մեղադրեք, ոչ թե բամբասեք, ոչ թե ինչ-որ մեկի մոտ իրանց արժեքազրկեք։ Դուք պետք է բարեխոսեք, դուք մինչև վերջ գնացողներից պետք է լինեք։ Երբ որ հանկարծ մեծերը կորցնում են իրանց մեծ լինելու նշանակությունը, իրանք սկսում են վնաս տալ։ Ասելով սերունդները մի քիչ սենց են, այս մյուսները մի քիչ սենց են, դուք դրա համար կանչված չեք, դուք կանչված եք մինչև վերջ գնալու։ Եկեք տեսնենք այս պատմությունը։
Ինչ ենք մենք տեսնում տարեցների առումով, որտեղ 2 տարեց մարդ, որ մինչև վերջ գնացին, երբ որ իրանք խոսք ունեին, սպասում էին, ուզում են բռնվես այս բանի շատ ուժեղ, մինչև վերջ գնալու գաղտնիքն է բացվում։ Պատկերացրեք Սիմոն ծերունու մասին մենք կարդում ենք Ղուկասի 2:25-35 խոսքերում սենց ասում, եւ ահա Երուսաղեմում մի մարդ կար, որի անունը Սիմոն էր, եւ այս մարդը արդար եւ Աստվածավախ էր եւ սպասում էր Իսրայելի մխիթարությանը, եւ Սուրբ Հոգի կար նրա վրա։ Մենք ոչ մի բան չգիտենք այս մարդու տան մասին, չգիտենք իր մարդու արած գործերի մասին, չգիտենք այս մարդու որևիցե մի ծրագրի մասին, որևիցե մի ինչ-որ մի երևալի բանի մասին։ Մենակ մի բան գիտենք, իր մասին որ բնութագրում է, ասում է արդար է, Աստվածավախ է եւ սպասում է Իսրայելի մխիթարությանը։ Ինչ ես դու տեսնում, սիրելի մեծահասակներ, խնդրում եմ բռնվեք սրանից։ Դուք պետքա մինչև վերջ գնացող լինեք։ Ձեր վերջը պետքա ավելի փառավոր լինի, քան թե ձեր սկիզբը։ Ինչի՞։ Որովհետև այս մարդկանց օրինակը ձեզ համար է, որ ձեր վերջը այս էս պետքա լինի։ Դուք պետքա ձեր ընտանիքների ու ազգատոմերի փրկությունը տեսնեք։ Դեռ դրանք չակտիվացած պետքա տեսնեք։ Ու դրա համար նաև պետքա աղոթք անեք։ Դրա համար նաև պետքա ձայն բարձրացնեք։ Երբ որ դուք հանկարծ ֆոկուսը փոխեք ձեզ վրա, դուք վնասաբեր մարդիկ եք դառնում։ Բայց երբ որ դուք ֆոկուսը պահեք իր ուզածի վրա, դուք մինչև վերջ գնացողներից կլինեք։ Դուք կյանք փոխանցող կլինեք, որտեղ մենք այդ բանն ենք տեսնում։ Նայեք, Սիմոնի մասին ոչ մի բան չի ասված։ Մենակ էս մի քանի կարևոր բաներ, արդար, Աստվածավախ, սպասում է Իսրայելի մխիթարությանը եւ Սուրբ Հոգի կար իր վրա։ 4 բան մենք տեսնում ենք իր սպասման նպատակների մասին, իր դիրքի մասին, իր արժեքների մասին։ Արդարը, Աստվածավախը, սպասում ունի նպատակնա եւ վերջի Սուրբ Հոգի կա, որը խոսում է ինքը մենակ չի։ Ու գիտեք ինչն է ինձ դուր գալիս այս պատմության մեջ, որ այս մարդը, ասում են նրան պատգամ էր եղած Սուրբ Հոգուց, որ մահ չի տեսնելու, մինչեւ որ Տիրոջը Քրիստոսին կտեսնի։ Այս պատգամը եղած, որ մահ չի տեսնելու, մինչև որ Քրիստոսին կտեսնի։ Ուզում եմ ստեղից բռնվեք, նրան խոսք է եղել, մինչև չտեսնես, դու չես այս աշխարհից։ Ու ինչ անում այս մարդը, ինքը բռնվում է այս մի հատ պատգամից, որովհետև եթե ինքը արդար Աստվածավախ է, շատ վերապրումներ կունենար հավանական է։ Բայց գիտեք ինքը ինչից է բռնված։ Ինքը բռնված է այդ մի հատ պատգամից, որ ինքը մինչև Քրիստոսին չտեսնի չի հեռանալու այս աշխարհից։ Նա մինչև վերջ գնալու պատգամն է բացում ստեղ, որ իր ամբողջ կենտրոնացումը այդ մի հատ հանդիպումներ, որ ինքը Քրիստոսի հետ հանդիպի, որ ինքը պետքա տեսնի այդ հանդիպումը, ինքը պետքա այդ հանդիպումը ունենա։ Ու գիտեք, երբ որ ինքը մինչև վերջ է գնում, ինչի պատճառով, որտեղ պատգամ կար։ Ինքը խոսք ուներ, նա մինչև վերջ է գնում, որովհետև արանքում ինչ որ կարևոր պատգամ կար։ Ինչ եք մտածում, այդ մարդը չի ունեցել խնդիրներ, միանշանակ կարար ունենար։ Մարդը ապրել է այս աշխարհում, բայց ինքը չի ֆոկուսը շեղել այս կարևոր պատգամից մինչև վերջ գնալու։ Մեր մինչև վերջ գնալու պատգամը շատ կարևոր է, որ մենք բռնվենք սրանից։ Ու մենք տեսնում ենք, որ այս մարդը գալիս է տաճար Սուրբ Հոգուց առաջնորդված, երբ որ իր ծնողները, Հիսուսի ծնողները, այսինքն Հիսուսը եւ մայրը բերել են երեխուն, որ օրենքի համաձայն, գրքերի համաձայն իր արարողությունը անեն։ Հա, թլպատության հարցեր պետքա լուծեին։ 8 օրական է դեռ։ Մենք ծնունդի մեջ ենք դեռ։ Ուզում եմ ստե մի բանի վրա ձեր ուշադրություն գրավեմ։ Նայ կարդում եմ ձեզ համար այս խոսքը։ 27, ասում է, եւ հոգովը եկավ տաճար, երբ որ ծնողները Հիսուսի երեխային բերին, որ օրենքի սովորության պես նրա վրա անեն։ 28-ը նա էլ առավ նրան, ընդունեց իր գիրկը։ Հիսուսը փրկիչն է։ Ինքը փրկությունը ընդունեց իր գիրկը։ Այսօր խոսքս էսա։ Դու կընդունես Աստծո փրկությունը քո գիրկը, որ մինչև վերջ գնաս։ Թե ուրիշ բաներ ես վերցնելու քո գիրկը։ Քո գիրկը բացի փրկությունից ոչ մի ուրիշ բան չպետք է վերցնես։ Երբ որ ասում եմ քո գիրկը, նկատի չունեմ քո ֆիզիկական գիրկը։ Ես նկատի ունեմ քո մտածմունքի աշխարհը։ Քո գիրկը քո մտածմունքի աշխարհն է։ Այս մարդը իր գիրկը ընդունեց Հիսուսին, որը փրկությունն է, որը այս աշխարհի հույսն է, լույսն է, կյանքն է, նա այս քաղցրությունը ընդունեց, նա գրկեց Հիսուսին։ Պատկերացնում եմ մի պասենց, որ ինքը գրկեց փրկությունը իր սրտի մեջ։ Գրկեց փրկությունը։ Ուզում եմ, որ դու փրկությունը գրկես։
Ուզում եմ նաև աղոթես, որ քո ազգատոհը փրկությունը գրկի։ Ոնց որ Սիմոն Ծերունին գրկեց փրկությունը, այ սիրելի մեծեր, խնդրում եմ, որ այտենց աղոթեք, որ ձեր ամեն հարազատները իրանց փրկությունը այտենց գրկեն, ոնց որ Սիմոն Ծերունին գրկեց Հիսուսին։ Ու այդ մենակ մեծերին չեմ ասում, բոլորիդ եմ ասում, որ դուք աղոթեք, որ ոնց որ այս մարդը գրկեց այդ փրկությունը իր գրկի մեջ, այտենց դուք էլ գրկեք ձեր սրտների մեջ ձեր ամբողջ ազգատոհի փրկությունը, որ ձեր ամեն մի հարազատը, բարեկամը նա փրկության մարդ դառնա եւ ոչ թե կորուստի մարդ դառնա։ Ինչու, որովհետեւ այս մարդը այս գրկելով կարևոր խոսքեր է հայտարարում։ Խնդրեմ նվագողներից մեկը մոտենա։ Տեսեք ինչ է ասում, երբ որ գրկեց Աստծուն օրհնեց եւ ասեց. հիմա արձակում ես քո ծառային ով Տեր քո խոսքի պես։ Ուսումնասիրողները ասում են, որ այդ ժամանակաշրջանում, որ ինքը գրկում է Հիսուսին ու դրանց հետո ինքը մահանում է, գիտեք մոտարապես ինքը 360 տարեկան մարդ է լինում։ Դա ուսումնասիրողներն են ասում, չգիտեմ ինչքանով ճիշտ, ինչքանով սուտ, բայց ինչևէ ոչ սովորական տարիքում գտնվող մարդ էր։ Ու իրանց բացահայտումները, ուսումնասիրությունները ինչ աղբյուրներից են օգտվել, դա էլ չգիտեմ, բայց ինչևէ մարդիկ այդպես ինչ որ մի բան են բացահայտել։ Լավ։ Եթե 360 տարի ապրելը, պատկերացեք 360 օր ձեր առջև հնարավորություն առնելու, որ Քրիստոսի խոսքը գրկած մանգակ։ Ոչ թե ձեր վիրավորանքները, ոչ թե ձեր հիասթափությունները, ոչ թե ձեր ոչ մի չստացված երևույթները, դու Քրիստոսին գրկած մանգակ։ Ոնց որ այդ մարդը խոսքը գրկած ման եկավ իր սաղ կյանքի ընթացքում ու եկավ ժամանակ, որ ինքը գրկեց այդ խոսքերի հեղինակին։ Այդ Տերը Հիսա ուզում քեզ համար։ Խոսքը գրկի այն ձև, ու խոսքի հետ քայլի քո ամբողջ 365 օրը, այնպես, որ դու բացահայտես իրան, բացահայտես իր իրականությունը։ Ոնց որ այս մարդը 360 տարի ենթադրենք այդքան ապրել է, ու ինքը այդ խոսքը գրկած ապրել է, ու գալիս է, ու այդ խոսքի հեղինակին է գրկում։ Դուք պատկերացնում եք, ինչ է Տերը ուզում քո համար այս տարվա մեջ։ Ինքը ուզում է, որ դու իր խոսքը այդպես գրկես քո սրտի մեջ։ Այդ փրկության խոսքը, Քրիստոսի այդ իրականությունը գրկես, այդ իր խոսքն է, որ դու բացահայտող լինես, որ դու բացահայտես իր իրականությունը։ Քեզ չի պետք չի, որ դու ապրես անդադ քո հոգսի բեռի տակ։ Սիրելիներ, Հիսուսը եկել է ինչպես ավետիս, երբ որ դու գրկես իրան, հանկարծ կբացահայտես իր իրականությունը, ոնց է փոխում քո իրականությունը։ Մեզ պետք է այդ բանը։ Ու նայեք ինչ է ասում Սիմոն Ծերունին այս խոսքերից հետո։ Ասում է, որովհետև իմ աչքերը տեսան քո փրկությունը։ Ինչքան մոտիկ կարա լինի քեզ Աստծո օրհնությունը ու միաժամանակ դու չտեսնես դա։ Իմ աղոթքն է, գիտեք, որ դուք տեսնեք, որ դուք ունեք այդ փրկությունը։ Իմ աղոթքն է, որ դուք օտար բաների վրա ձեր հայացքը չուղեք, որ դուք Հիսուսին ձեր մեջ ունեք, բայց օտար բաների վրա եք կենտրոնացած։ Դուք Հիսուսին ունեք ձեր ներսում, բայց այս մեկի ձևին եք նայում, այն մեկի ձևին եք նայում։ Տերը քեզ կանչում է, որ դու իր ձևին նայես։ Երբ որ դու Հիսուսին ունես, մի նայ աչուծաղ, մի նայ մարդկանց կարծիքներին։ Գիտեք, բայց այնքան ենք մենք ասում, ես ոչ մեկի կարծիքից կախված չեմ, որ մեզի գցում ենք այդ կարծիքների ծուղակը։ Ու տենց ապրում ենք ու մեզի վնասում ենք։ Այսօր խոսքս էսա, սիրելիներս, գրկի Հիսուսին, գրկի ու մինչև վերջ գնա իրան բացահայտելու համար։ Որովհետև իմ աչքերը տեսան քո փրկությունը, որ պատրաստեցիր ամեն ժողովրդի համար։ Էսի քեզի հորիզոնա տալիս քո ծառայության համար։ Եթե դու փրկությունը գրկում ես քո սրտի մեջ, հանկարծ տեսնել ես, որ այս փրկությունը դու պետքա տանես ամեն մեկի համար։ Երբ որ դու սրա վրա չես կենտրոնացած, դու գիտեք ինչ եք անելու։ Հերթական տարին ապրելու եք ավելի վնասաբեր։ Ձեր ամեն ձեր բերած մթնոլորտի մեջ էլ ձեր երեսի վրա մի հատ ուրախություն չի լինելու։ Դուք ձև մի բռնեք, որ դուք ներսևանց եք ուրախանում։ Ձև մի բռնեք։ Դուք պետքա փոխեք ձեր վերաբերմունքը։ Դուք պետք է փոխեք ձեր վերաբերմունքը։ Երբ որ Հիսուսը ստեղ է, մեր մեջ է, եկեք փոխենք մեր վերաբերմունքը։ Նա գրկեց, ասեց իմ աչքերը տեսան այդ փրկությունը, որ պատրաստել ես ամեն ժողովուրդների համար։ Ու ես հավատում եմ, ովքեր այս խոսքերը ընկալեն ըմբռնեն, նրանք շատ ժողովուրդների մոտ են եթալու։ Շատ ժողովուրդների հետ գործ են ունենալու։ Ես ուղղակի տեսնում եմ այդ բանը։ Ես արդեն իմ համար տեսնում եմ, ես ինչքան ժողովուրդների մոտ եմ եթալու։
Ես չգիտեմ էդի ոնց հալնել, բայց ես էդի արդեն հենց այս պահին տեսա, որտեվ ես իրա փրկություն եմ ուզում գրկեմ եւ ոչ թե ինչ-որ մեկի սխալը, ոչ թե ինչ-որ մեկի պահվածքը, ոչ թե ինչ-որ մեկի վարքն ու բարքը։ Դա այնքան հոգնեցուցիչ է։ Ունենալով ամենագեղեցիկ մեկին քո ներսում, բայց քո միտքը զբաղված է ուրիշների սխալներով, ուրիշների ճիշտ ու սխալ լինելով։ Սիրելիներս, բռնվի այդ փրկությունից, որ դու գնաս բովանդակ աշխարհ, որ դու փրկություն տանես այս աշխարհ։ Դու պետք է այսի վերցնես Սիմոն Ծերունին, ինքը հարցակում է այս բանը, բայց տեսեք շարունակությունը։ Ասում է, որ պատրաստեցիր բոլոր մարդկանց ժողովուրդների համար։ Առաջինը, ասում է, լույս հեթանոսներին լուսավորելու եւ փառք քո Իսրայել ժողովրդի համար։ Իսկ ծնողները այս խոսքերը լսելով շատ զարմանում էին։ Ով է ուզում այսօր լույս տանի հեթանոսների մեջ։ Խնդրում եմ, վերցրե այս բանը քո սրտի մեջ, որովհետև եթե դու գրկես փրկությունը, դու կտանես հեթանոսների մեջ։ Մարդիկ քեզ կգտնեն, դու մարդկանց կգտնես, լույս հեթանոսներին եւ փառք Իսրայել ժողովրդի համար։ Այսօր ես մինչև այս ծառայության գալը գնացի այցելեցի բարեկամներին։ Ու այցելության ժամանակ իհարկե մեր ընդհանուր թեման կա խոսակցության։ Ու այս խոսակցության ժամանակ գիտեք ինչը ամենաշատը կպավ իրանց սրտին, որ ես խոսացի։ Ասեցի, գիտես ինչն է ամենացավալին։ Ամենացավալի բանից մեկն եմ ասում ես հենց հիմա, որ կուզենամ, որ դա հանկարծ քո մոտ չլինի։ Անկեղծ, չի ուզենա, որ դա քո մոտ լինի։ Գիտեք, ասում է, Հիսուս եկավ իրանների մեջ, բայց իրանները չընդունեցին իրան։ Ու մեկ էլ հանկարծ ես այս խոսքերը ասում եմ, հանկարծ միտքս բացվում է, մեկ էլ ասում եմ, մենք քրիստոնյա ազգ ենք, Քրիստոսի տեսանկյունով մենք Իրանն ենք։ Ու երբ որ Հիսուսի ծնունդը մենք բարձրաձայնում ենք, դա հավասար է, որ Հիսուսը եկավ իրանների մոտ, ինչպես ավետիս, ինչպես լուր, ինչպես բարի անուն, ինչպես կյանք բերող մեկը։ Եկավ իրանների մոտ, բայց ասում է իրանները չընդունեցին իրան։ Խոսքս էս է քո համար։ Գեթաս մինչև վերջ, թե կմերժես իրան։ Դու որոշում պետք է կայացնես։ Կամ մինչև վերջ ես գնում, կամ մերժում ես իրան։ Դու չես կարա մեջտեղի վիճակ բռնես, մեկեսյան, մեկեյան։ Դու պետք է որոշում կայացնես։ Խնդրում եմ փառաբանողները կան։ Դու պետք է որոշում կայացնես։ Այնքան զորավոր է այս պահը։ Սիմոնը իր մինչև վերջ գնալու թեման է բացում։ Ինչը պատճառ եղավ, որ ինքը մինչև վերջ գնաց։ Պատճառը Հիսուսն էր։ Ու այն պատգամը, որ եղել էր իրան, որ դու մահ չես տեսնելու մինչև որ Քրիստոսին տեսնես։ Ինչ լավ է, որ ինքը բռնված եկավ այդ կետին, որ մենք օրինակ ունենանք, որ եթե իր մոտ ստացվել է, ուրեմն իմ մոտ էլ է ստացվելու։ Եթե ինքը մինչև վերջ հասել է ու բացահայտել է այդ խոսքերը տվողի հեղինակին, ապա հավատացեք, Տերը այդ նույն բան ունի քեզ համար այսօր։ Դու շատ խոսմունքներ ունես Աստծուց, բայց բռնվի դրանից, գրկի դրանց հետ քայլի, հանդիպի այն մեկին, ով որ դրա հեղինակն է, քեզ պետք է հանդիպես իրան։ Երբ որ դու հանդիպում ես իրան, դու փոխվում ես, նույնը չես մնում։ Մեկ գեղեցիկ օր, ես ասում եմ, այնքան ուզում եմ քեզ տեսնեմ, այնքան ուզում եմ քեզ տեսնեմ, ու մեկ էլ Տերը թույլ տվեց, որ մի փոքր տեսնեմ, բայց որ տեսա, ասեցի, խնդրում եմ, ել ցույց չտաս, որովհետև ես ի վիճակի չեմ տեսնելու, որովհետև այնքան ճոխ էր այդ ամեն ինչը, ու իմ աչքերը կարելի է ասել այդ լույսից կարար կուրանար։ Մենք հաճախակի խնդրում ենք մի բան, բայց չենք պատկերացնում, ինչ ենք խնդրում։ Տերը այնքան մոտիկ է, սիրելիներ, այս վայրում։ Տերը շատ մոտիկ է։ Ուզում եմ, որ մենք այս խոսքերը վերցնենք մեզ համար։ Մեր առջև հրաշալի տարի է բացվում։ Ուզում եմ, որ դու մինչև վերջ գնացողներից լինես։ Չեմ ուզում, որ դու գծերի ծնգած մարդ լինես։ Չեմ ուզում, որ դու բաց թողես մի հատ լավ հնարավորություն, որ քո առջև կա։ Կուզենամ, որ դու կենտրոնացած լինես, ոնց որ այս մարդիկ կենտրոնացած էին, որ նրանք մինչև վերջ գնացին, նրանք կենտրոնացած էին իր ուզածների վրա, իր ասածների վրա։ Իրանք կենտրոնացած չեն, իրանց լավը թե լավ չի։ Իրանք կենտրոնացած չեն իրանց զգացողությունների կամ զգացմունքների վրա։ Ամենաշատը, որ այս տարվա մեջ դու կտեսնեք, որ մարդիկ կխոցվեն, դա լինելու են այն մարդիկ, ովքեր իրանց անձերի վրա կենտրոնացած են լինելու։ Ու ավելի մեծ վնաս է սպասվելու։ Ու ես դա ասում եմ ռեալ, որովհետև ես խոսում եմ այդ մարդկանց տանը, ասում եմ, երեք ես գնացի Զատիկ, բարեկամս ասում։ Ասում եմ,
70-ից ավել մարդ էր մահացել, մենակ այս մի համայնքի մեջ, որից ես տեղյակ եմ, բոլոր եկել են զատիկ են նշում։ Ու մեկ էլ հանկարծ այսինց մի հատ բան բարձացավ, ասեցի, այս տարվա մեջ էդի ավելի շատ ալնելու մի քանի անգամ։ Եթե մենք չապրենք Աստծո հետ ու Աստծո իրականությամբ, դա ավելի շատ ալնել, ու դու տեսնելու ես էդի։ Ձեզ այսօր պետք է, որ Աստծո հետ ապրեք։ Ձեզ պետք է, որ Աստծո հետ ապրեք։ Ձեզ պետք է, որ Աստծո հետ ապրեք։ Ես չի վախեցնում իրան։ Ես ուղղակի Աստծո հոգուց ներշնչված այդ բանը բարձրաձայնում եի, որ Քրիստոսի հետ ապրելը էդի է քեզ մինչև վերջ տանելու։ Քո ձևով ապրելը մենք ավելի ու ավելի մեծ բաների դժբախտ բաների ենք հանդիպելու։ Տերը ուզում է, որ մենք մեր կոչման մեջ լինենք, որ գրկենք այդ փրկությունը եւ փրկության մարդիկ լինենք մեր շրջապատում գտնվող մարդկանց համար։ Ինձ համար ամենահետաքրքիր բաներից մեկը, որ այս օրերի մեջ տեղի ունեցավ, գիտեք որն էր, որ ես մխիթարության գործով եմ զբաղվում մի սքավորի տանը։ Ու ասեմ, Աստված ջան, ինչ զարմանալի է, ինչ լավ է, որ այս մարդը գտավ ինձ, որ խնդրեց, որ ես գամ իր տունը եւ այդ մխիթարության թեման բացեմ իր տան մեջ։ Ինչ լավ, որ այդ մարդը գտավ ինձ, բայց ինչ լավ, որ իր տան անդամները նաեւ գտան քեզ։ Ինչ լավ է, որ մենք կարանք բաց լինենք Տիրոջ համար։ Սիրելիներ, եկեք չապրենք մեր համար։ Կյանքը շատ արագ անցնում։ Եկեք բաց լինենք Սիմոնի պես, ծնողների պես, մոգերի պես, այդ հովների պես, մինչև վերջ գնացողներից լինենք։ Երբ որ խոսք ես առը, մինչև վերջ գնա, դու բացահայտող եղի, մի կանգնի, մի շեղվի, մի օտար բաների տրվի, դու բացահայտող եղի, դու արդեն շատ խոսք ունես, դու պետք է բացահայտես իրան։ Եկեք բարձրանանք, Տեր այստեղը։ Հալելույա։ Ինչ որ բան վերցեցիր քեզ համար։ Տերը ստեղ ներկա է, սիրելիներ։ Եկեք իրականում Տիրոջ հետ քայլենք այս տարին, որտեվ դա մեր հաղթանակի բանալին է։ Հիսուսը մեծ ավետիսը։ Երբ որ այս պատմության մեջ մյուս ծերին ես նայում, գիտեք Աննա անունով մարդ, որ ինչ արեց։ Ինքը հելավ ամենտեղ սկսեց պատմել, ովքեր փրկության են սպասում։ Փաստորեն, այս քաղաքի մեջ, այս երկրի մեջ շատ մարդիկ կան, որ փրկության են սպասում։ Հենց դու հասկացար այս բանը, դու կսկսես փրկության մասին կիսվել քո շուրջը գտնվող մարդկանց Հիսուսի անունով։ Ավարտելով խոսքս ու միասին աղոթք անելու համար այս բանն եմ ուզում բարձրաձայնել։ Տերը ուշադրությունս նաև գրավեց Սիմոնի անվան վրա եւ Աննայի անվան վրա։ Ու երբ որ ես այս երկու անուններին ուշադրություն դարձրեցի, թարգմանությունները այսպես են, որ Սիմոն անունը թարգմանաբար նշանակում է լսված։ Լսված։ Սիմոն անունը թարգմանաբար նշանակում է լսված մարդ։ Իսկ Աննա թարգմանաբար նշանակում է բարեհաճությամբ, շնորհքով, ողորմությունով լցված անձնավորություն։ Ու ոնց որ Տերը մի բան ասեց դու լսված ես ելնելու եւ դու իմ շնորհքը կտանես շատերի մոտ։ Այդ ինչի համար այս երկու տարեց մարդիկ այս պատմության մեջ ընդգրկված են։ Սիմոն ծերունին եւ Աննա Մարգարեուին, երկու մարդ, որոնց անունները մեզ բացահայտում են տալիս, որ դու լսված ես լինելու եւ դու Աստծո ողորմությունը տանելու ես շատերի մոտ։ Դու լսված ես լինելու եւ Աստծո ողորմությունը տանելու ես շատերին ծառայելու ես։ Դու լսված ես լինելու, որովհետեւ դու ինչ որ խնդրես կլսի Աստված, կբացի քեզ, բայց դու էդի պետքա տանես ուրիշներին ծառայես, չպահես քեզ։ Ով կյանք ունի իր ներսում։ Խնդրում եմ մի պահի քեզ համար։ Այդ կյանքը դրա համար չի։ Էսի միակ բանն է, որ քո մեջ պահելով քեզ կվնասես։ Էսի միակ բանն է, քո մեջ պահելով դու քեզ ես վնասելու։ Սա միակ կյանքի տեսակն է, որ քո մեջ չպետքա պահես, դու պետքա կիսվես։ Այդ ինչի համար մենք այս հրաշալի օրը ունենք։ Եկեք բարձրացնենք մեր ձեռքերը, փակեք ձեր աչքերը, եկեք կանգնենք Տիրոջ ներկայության մեջ։ Հիսուս այստեղ է, ներկա է։ Ինչ լավ է, որ մենք իր ծնունդի մասնակից ենք ու մենք կարանք շատ բաներ իմանանք խորը։ Նա հետաքրքրված է մեզանով, նա ուզում է իրականում մեր յուրաքանչյուրիս այդ լսված լինելը երկնքի մեջ հայտնի դարձնի։
եւ ոչ միայն նաեւ երկնքի զորություն ուզում է ձեր միջոցով յուրաքանչյուրին հասցնի։ Սուրբ Աստված, շնորհակալություն ենք հայտնում, որ դու քո խնջույքի ամենաճոխ պահերի մեջ ես մեզի բերել, հենց այս պահին, որովհետև մենք շատ ուրախացանք քո ծնունդի համար։ Բայց շնորհակալ ենք, որ դու քո ամենասրտին, խորին բաներն ես բացում, որովհետև քո ծնունդի մեջ նաև զրույցներ կան, որը շատ թանկ են եւ շատ արժեվոր։ Խնդրում ենք, որ օգնես մեզ անձ յուրաքանչյուրին, որ մենք իրականում բաց լինենք այդ արժեքների համար, որ գրկենք այդ փրկությունը, որ մենք մինչև վերջ գնացողներից լինենք եւ բացահայտող լինենք քո իրականությունը, ուղիղ այնպես ինչպես որ դա բացահայտեցին Սիմոն ծերունին, Անան Մարգարեուին, ինչպես դա բացահայտեցին մոգերը իրանց այդ ամբողջ ճանապարհը կտրելով, ինչպես դա բացահայտեցին հովիվները իրանց այդ պահերը թողելով, ինչպես դա բացահայտեցին նաև այդ ծնողները պատասխանատվություն վերցնելով մինչև վերջ հասցնելու ամեն մի հնարավորություն։ Մենք շնորհակալություն ենք հայտնում, որ դու քո ներկայությունը հենց հիմա տարածում ես յուրաքանչյուր որդիների ու դուստրերի մեջ, թե տարեցների, թե երիտասարդների, թե մանուկների եւ թե մեծերի։ Շնորհակալություն ենք հայտնում, որ դու հենց հիմա խոսում ես մեր սրտերի մեջ, որ մինչև վերջ մենք գնացողներից լինենք, որ ոչ մի բան կիսատ չմնա, որովհետև դու ոչ մի բան կիսատ չես անում։ Դու ամեն բան անում ես, որ քո ամեն որդիներն ու դուստրերը նրանք ոչ մի ճանապարհի ընթացքի մեջ գծերից չընկնեն, այլ նրանք մինչև վերջ գնան։ Թող ամեն մեկի հայացքը ուղղված լինի, ինչպես Սիմոն ծերունու հայացքը ուղղված էր այդ միակի վրա, որին ինքը գտավ, բացահայտեց, գրկեց իր ձեռքերի մեջ, անգամ ուրախությունը, իր գոհությունը հայտնեց, որ իր աչքերը տեսնում են այս փրկությունը հենց այս միակի դեմքում, ու այդ միակը մեր մեջ է, օգնի, որ մենք տեսնենք եւ այդ փրկությունը բովանդակ աշխարհ տանենք եւ այն ամեն մարդկանց, ում որ մենք կծառայենք այս տարվա մեջ, թող քո լույսը գա իրանց մեջ, թող քո փառքը բացվի իրանց մեջ։ Նրանք, ովքեր քո սեփական ժողովուրդն են համարվում, արդեն փրկված, որ քո փառքը տեսնեն, եւ նրանք, ովքեր դեռ հեթանոս են քեզ համար, թեկուզ եւ մեզ համար շատ թանկ մարդիկ են, որ նրանք քո լույսը տեսնեն։ Օրհնում ենք յուրաքանչյուրի համար, յուրաքանչյուրի կյանքի մեջ արձակելով քո քաղցր իրականությունը։ Շնորհակալություն Հիսուս, շնորհակալություն, որ դու ծնվեցիր, շնորհակալություն, որ քո անունը վեր ամեն անուններից, շնորհակալություն, որ ամեն բան խոնարհվում է քո հզոր բազուկի ոտքերի առաջ, քո բազուկի առաջ, քո անվան առաջ, քո արյան առաջ։ Շնորհակալ ենք, որ դու մեզ մասնակից ես դարձրել զարմանալի ուրախության երկնային այդ փառքին ու պատվին, թող մեզանց ոչ մեկ աջ ու ձախ չշեղվի, այլ այդ իրականությամբ շարժվի։ Մենք շնորհակալություն ենք հայտնում, որ դու մեր սերունդների մեջ մեծ փրկության գործ ես անելու։ Խնդրում ենք, որ ամեն ծնողները պատասխանատվության հանդերձներ հագնեն։ Խնդրում ենք, որ ամեն մարդիկ Հիսուսի անով հովիվներ են, թե մոգեր են, բացահայտողներ են, թե ծառայողներ են, որ բոլորը իրականում այդ փափագով լցված մինչև վերջ գնացողներից լինեն, որ նրանք բացահայտողներ լինեն, ով Սուրբ Աստված, եւ այդ բացահայտելու հետ միասին այդ ուրախությունը վերցնեն իրանց հետ եւ տանեն ամենուրեք։ Շնորհակալություն ենք հայտնում, որ դու ամեն այս 4 բնագավառներ, այս 4 տեսակի մարդկանց, որ ցույց ես տալիս, դու ունես քո եկեղեցում եւ դու ամեն մեկի միջոցով այդ ամեն ուզում ես ակտիվացնես։ Բոլոր նրանք, ովքեր ծնողներ են, հոգեվորապես, խնդրում ենք, որ դու իրանց տաս այդ բաց բաները, որ իրանք տեսնեն ու այդ օգնությունը ակտիվացնեն, նրանք ովքեր տարեցներ են, ազգատոհմերի ղեկավարներ են, մեծ մարդիկ են, Տեր, խնդրում ենք, որ իրանց օգնես, որ իրանք աջ ու ձախ չգնան այդ քո խոսքերից, այլ նրանք քո խոսքերը հրատարակեն իրանց սերունդների վրա, որ իրանք տեսնեն քո փրկություն իրանց սերունդների մեջ, նրանք ովքեր հովիվներ են կամ նրանք ովքեր մոգեր են, ովքեր պրպտողներ են, ովքեր ծառայություն անողներ են, որ նրանք նույնպես հայր երկնային չշեղվեն, այլ ընդհակառակը մասնակից լինեն երկնային այդ իրականությանը եւ բացահայտեն եւ այդ բացահայտած իրականությունը տանեն բովանդակ աշխարհ։ Օրհնում են քեզ, թանկագին Հայր, հիասքանչ Աստված, դու ներկա ես, թող քո ծնունդը եւ քո ուրախությունը ուղեկցի ամեն մեկիս ու ամեն մեկիս միջոցով Հիսուսի զորավոր անունով։ Շնորհակալություն քեզ Հայր, Հիսուսի անունով։ Եվ բոլորս ասեցինք ամեն, ամեն։